Սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ամենաշատը թերևս տուժել էր Սոտք համայնքը։ Այս դեպքերից 3 ամիս անց գյուղը արդեն ոտքի է կանգնում, մարդիկ արդեն վերանորոգել կամ վերանորոգում են իրենց տները։ Հիմա վերանորոգում ենք Ում միջոցներով։ Սամվել Կարապետյանի Տաշիր հիմնադրամի միջոցով սաղ կտուրները այդ մարդը սարքում։ Այսինքն համ մատերիալն է ինքը տրամադրում։ Այսինքն բոլորը։ Մենք լերան ասում ենք ապրի շատ։ Ձեր ընտանիքի իմաստեղ, հա։ Այո։ Մնալու եք։ Հա, բոլորը թե։ Բա ինչո՞վ։ Բայց այդ մարդը գրիշ սարքի թողենք այդ համ։ 152 բնակելի տուն ավնասվել, պլյուս համայնքապետարանի շենքը արդեն դուք եւի տեսաք նոր եւ նաեւ դպրոցը։ Իսկ քանիսն է վերականգնվել։ Մեծամասնությունը կարելի ասել 80%-ից ավելը մնացածը շարունակվում է ու շուտով կվերջանա, այսինքն ամեն վարկյան ավարտական փուլում տներ ունենք։ Այս մենք որ տեսնում ենք ամենուր եք միաձև, միագույն կտուրներ, դա այսինքն վնասված տներն են, որոնք վերականգնվում։ Հա, ինչը որ տեսնում եք այսպես տարբերվող կտուրներ, այսինքն կարմիր գույնի կտուրները, դա վնասված տներ են, որոնք արդեն վերականգնվել են։ Այդ հատվածում Տաշի բարեգործականը տանիքներն ա փոխել, մնացած հատվածներում պետության հետ համատեղ բնակիչներին փոխհատուցում ատվել, իրանք իրանց պատային հատվածներն վերականգնել, պատուհաններն են փոխել։ Սեպտեմբերի 13-ի գիշերն է եղել, էդի 12-ից 10 մոտավոր։ Տենց ընկելա նու հարևանիս հողամասուն անգե, իրաց տուննա վնասը, ընդից մի քանի բեկոր կպելա մեր կտուրին։ Ինչքան ժամանակում վերականգնեցիք։ Նու մի 10 օրում վերականգնվել է։